Վերջի ժամանակները Գյումրին հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում, որտեղ սպասվում է շատ կարևոր ընտրություններ, եւ մենք անցած անգամ քննարկեցինք, թե Գյումրիում ինչ խավեր կան, ինչ մտածողություն կա, այդ աղետի գոտին հասկացողությունը ինչ ազդեցություն է ունեցել եւ ովքեր ինչի համար են դա շահարկում, առաջերտին իշխանությունները, բայց Գյումրին նաեւ Հայաստանի մշակութային քաղաքներից մեկն է, որը ունի ավանդույթներ եւ քաղաքային կյանքի ավանդույթներ ունի։ Եվ մշակույթը միշտ Գյումրիում զարգացած է եղել եւ նաեւ երիտասարդությունը ինչ-որ փոխակերպումների է ենթարկվում այդ մտածողության մեջ երիտասարդների կամ երիտասարդների էմանսիպացիան ինչպես է անցնում Գյումրիում։ Ստեփան, առաջինը երբ որ դու սկսում ես խոսել գյումրեցիների հետ, նրանք քեզ կասեն երկու բանի մասին։ Ուրեմն Գյումրու կոլորիտի, ինքը իսկապես ամենահին քաղաքն է, բայց որևէ մեկը չի կարող քեզ ասել, թե կոլորիտ ասածը ինչի նկատի ունեն։ Ու իհարկե մարդկային քաղաքը հասկանալի է, որ շատ հին քաղաք է, բայց խոսքը գնում է նաև մարդկանց մասին, գյումրեցու կերպարի մասին, ուտեղ բացատրությունները իհարկե կաղում են տեղում։ Բացի այդ, ուրեմն դա ասենք ասենք կա բոլոր տեղերում գոյություն ունի այդ ռեգիոնալ պատրիոտիզմը, հայրենասիրությունը, Գյումրում կարծում եմ, որ ամենաուժ բացի Երևանից իհարկե, Երևանից բացի մնացած բոլոր ռեգիոններում կա ռեգիոնալ հայրենասիրություն, որ շատ առողջ բան է իհարկե, Երևանում չկա, մնացած տեղերում կա։ Գյումրեցիները երկրորդը ինչ քեզ կասեմ, որ իրենք չափազանց պահպանողական են։ Այդտեղ արդեն նույնպես հարցեր կան, օրինակ ես փորձում եմ նայել հայացքով կողքի ու այդ պահպանողականությունը ունի շատ հետաքրքիր ասպեկտներ։ Ուրեմն առաջինը ինչ կտեսնես դու երկար քիչ թե շատ շփվելուց, որ երիտասարդությունը չի ուզում մնալ այդ Գյումրիի իրենց կոչված ավանդական կոլորիտի մեջ ու կա շատ հստակ տենդենս էմանսիպացիայի, սրա հետ մեկտեղ ֆեմինիզացիայի տենդենս բացարձակապես գոյություն չունի։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հատկապես 30-ից ցածր մարդկանց մոտ դու ընդգծված պահելակերպի տարբերակում, միևնույն ժամանակ արտաքին ցայտուն տարբերություններից դու մի քիչ ավելի շատ շփվելուց տեսնում ես, որ դերերի ստրուկտուրան չի փոխվում, այսինքն ամենաէմանսիպացված կինը ինքը միևնույն է տրադիցիոն դերակատարման մեջ է մնում։ Այսինքն դերակատարումները կին տղամարդ, որը որ հասարակական կարևորագույն հարցերից մեկն է, չի փոխվում։ Այսինքն, եթե շատ կարճ ասենք, իմ համար ինձ թվում է առաջնային տենդենսը, որը ես կնկատեի, դա էմանսիպացիա մինուս ֆեմինիզմ։ Սա երևակայի Գյումրիի կարևորագույն նոր դեմքն է, որը որ ստեղծում է։ Եթե էմանսիպացիա մինուս ֆեմինիզմ, դա նշանակում է այդ ընտանիքների ինստիտուտը ամուր մնում է։ Ընտանիքների ինստիտուտը ամուր մնում է, թեև ընտանիքների ինստիտուտում կան նաև այլ խնդիրներ, որոնք որ կառուցվածքը կարան փոփոխեն կամ չփոփոխեն, կանայք անհամեմատ ավելի հաջողակ են շատ դեպքերում, հատկապես ուրեմն բիզնեսում կամ ընտանիքի համար պատասխանատվություն վերցնելով, այդ է ես փորձում ձևակերպել, բիզնեսում կանայք շատ քիչ են, բայց աշխատանքային ոչ բիզնես հատվածում կանայք ավելի աշխատունակ են եւ ավելի ադապտատիվ։ Ընդհանրապես ընդհանուր առմամբ Հայաստանում է դա տենց նաեւ մենք ինձ թվում է զրուցել ենք դրա մասին, բայց աշխատավոր հատվածի մեջ կանայք շատ ավելի ադապտատիվ են, դա ազդում է ցավոք սրտի ես դա ընտանիքի ուսումնասիրությունը շատ
երկարաժամկետ ու ծանր գործ է, բայց դա ակնհայտորեն ազդում է նաև ընտանիքի կառուցվածքի վրա։ Ընդհանուր առմամբ կարելի ասել, որ այո, ընտանիքի կառուցվածքը Գյումրիում չի փոխվում, կամ այս պահին կա ընդհանուր հասարակության կոնսենսուս, որ նա պետք է չփոխվի։ Արտուր, Գյումրին նաև ինչով է տարբերվում, որ Գյումրիում միշտ եղել են կաթոլիկներ, կաթոլիկ համայնքներ, կաթոլիկ գյուղեր, բայց մյուս կողմից Գյումրիում մենք տեսնում ենք, որ նաև տարբեր կրոնական խմբեր բավականին ակտիվ են, եւ դա նույնպես կարող է իր ազդեցություն ունենալ ընտրությունների վրա, որովհետեւ տես կրոնական համայնքները իրենց քարոզիչներից բավականին կարողանում են ուղղորդվել, հա, եւ շատ դեպքերում կարեւոր է թե կրոնական խմբերը ինչպեսի կոպիտ եմ ասում պայմանավորվածությունների կգան կամ չեն գան, իսկ հիմնականում դա իշխանությունների հետ է տեղի ունենում։ Ես Ստեփան, ուրեմն միակ այդ 100,000-անոց քաղաքը զարմանալիորեն շատ խայտաբղետ կրոնական ուրեմն պատկեր ունի, առաջ անցնելով ասեմ, որ միակ ներդաշնակ համայնքը դա կաթոլիկ համայնքն է, իսկ ամենաատելի հատվածը հասարակության համար դա Եհովաների վկաներն են, որոնք որ ասենք իմ համար դա դժվարություն է ստեղծում, դրա համար որ ցանկացած պահի, երբ որ դու փորձում ես մարդկանց հետ զրուցել, առաջի իրենց ուրեմն ռեակցիան նա է, որ դու Եհովայի վկա ես, եկել ես էլի քո աղանդը ծախես իրանց վրան, որը որ մարդկանց չափազանց ներվայնացնում է։ Բայց Եհովայի վկաները ընտրությունների չեն մասնակցում, այսինքն իրենք ընտրական պահելակերպի վրա որևէ ազդեցություն չունեն։ Եթե նեղացնենք ընտրական այդ պահին երևակայեն դեղ կան նաև այլ կրոնական բաներ, ես չեմ կարող ասեմ, քանի որ իրանք շատ բավական փակ են պահում իրենց, շատ փակ համայնքներ են, տարբերակվող ու ենթադրում եմ շատ քիչ տվյալներ ունենալով, որ իրենք կփորձեն, եթե իրանք գնան ընտրության, իրանք քվեարկելու են ըստ պայմանավորվածությունների, կարծում եմ ըստ շահերի նաև իրենք իրենց դնում են մարգինալ վիճակում, հա, ի սկզբանե, ու միակ ձևը պաշտպանվելու դա քաղաքի ղեկավարական, в общем, համայնքի ղեկավարների հետ ունենալ ինչ-որ հարաբերություններ եւ պայմանավորվածություններ, որ իրենց գործունեությունը շարունակեն։ Ու կարծում եմ, որ դա պայմանավորվածությունների շարունակությունն է լինելու, որ իրանք քվեարկեն, ինչքանով իրանք կարող են մոբիլիզացնել, ես չեմ կարող ասել, ուսումնասիրությունը չեմ արել, բայց դա մենք անցյալ անգամ խոսում ենք նրա մասին, որ նպաստը դա սկզբից պիտի նվաստացնես, հետո ասենք մի կտոր հաց տաս, որ մարդու ուրախանա։ Ստեղ նույն բանն է, կարաս ինչ-որ մի վտանգի մասին ասես, որից հետո վախացնելով ասես դե եկեք քվեարկեք, քանի որ մենք ձեր համայնքը ձեր չենք տալիս, դուք ձեր համար հանգիստ քարոզում եք։ Բայց համենայն դեպս դա ցանկացած իշխանության համար որոշակի ռեսուրս է։ Հա, ես կարծում եմ, որ հա, այս պարագայում իրենք կփորձեն մոբիլիզացնել այդ ռեսուրսը։ Կարծում եմ, որ այո, ես չգիտեմ կաթոլիկները ոնց են լինելու, թեև նրանք նույնպես տենց չեզոք են իրեն շատ պահում, Եհովաների վկաների մասին ես չգիտեի, որ իրանք չեն քվեարկում, բայց այդ խոսքի կյանքի խոսք ու ադվենտիստներ, հնարավոր է, թե իրանք քվեարկում են, կարծում եմ, որ իրենց կփորձեն մոբիլիզացնել եւ ադվենտիստներ, որքան ես գիտեմ, շատ քիչ են եւ Հայաստանում եւ Գյումրիում, բայց Արտուր, մենք երիտասարդներից խոսեցինք, այ երիտասարդների պահելակերպը, օրինակ ընդհանրապես ընդունված է, որ աշխարհում մինչև 25 տարեկան, նույնիսկ շատ դեպքերում մինչև 30 տարեկան, դա ամենապասիվ ընտրողներն են եւ ամենաակտիվ ընտրողները դա 65+ տարիքն է եւ շատ տեղերում հենց այդ 65+ տարիքի մարդիկ են ըստ էության որոշում իշխանության հարցը։ Հիմա Գյումրիում այդ երիտասարդների մոտ էլի նման պահելակերպ է, որ այս ամեն ինչը մեզ չի հետաքրքրում, այս ընտրություններով ոչինչ չի փոխվում, մենք ամենքս մեր կյանք ունենք եւ այս հանրային կյանքի հետ մենք շատ քիչ առնչություն ունենք։ Նախ վերադառնալով նախքին ինձ թվում է կարևոր է որ ասեի, այդ փոքր քաղաքում տեղական տվյալներով մինչև 3-ից 4,000 այդ ոչ ավանդական
եկեղեցու ներկայացուցիչներ կան այդ քաղաքում, որը որ ինձ թվում է բավական շատ է։ Ադվենտիստ են թե չէ չեմ կարող ասեմ, բայց այն որ իրենք բավական շատ են, այսինքն մինչև 5000 կարող է թվեր եմ ես լսել, որը որ իմ համար շատ տպավորիչ էր։ Հիմա ինչ վերաբերում է երիտասարդության, այո, դա պարադոքս է, ասենք փաստացի 65 տարեկան պլյուս հատվածը որոշում է երիտասարդների ապագան։ Գյումրիում կա շատ հետաքրքիր մի բան, երբ որ դու հարցնում ես 65 պլյուս մարդկանց ինչ որ հարցման ընթացքում շատ շատերը զարմանալիորեն ասում են իմ համար ոչ մի բան կարևոր չի, կարևորը երեխաների համար լավը լինի։ Իսկ իրենք փորձում են դատել երիտասարդների շահերից, բայց իրենց աչքերով։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ամենաագրեսիվ ուրեմն ասենց ասենք հակասոցիալական հատվածը դա 18-ից 25 տարեկան երիտասարդ տղաներն են։ Ուրեմն տեղ կա ասենց ասենք որոշակի բրավադա, խոսքը չի գնում նրա մասին, որ իրանք ընտրություններին չեն մասնակցում, քանի որ դա իրանց հետաքրքիր չի, իրանք չեն մասնակցում, քանի որ դա իրանք են, իրենք չպետք է մասնակցեն ընտրությունների։ Կանացի հատվածը շատ ավելի սոցիալիզացված է, թեև մինչև 25 տարեկանը նույնպես ակտիվությունը քիչ է, բայց 25 տարեկանից ի վեր արդեն այդ տարիքը ինքը այդ տարիքի հատկապես կրթություն ստացած աղջիկները իրենք հասկանում են, որ պետք է մասնակցեն ու ունեն բավական լայն պահանջներ այդ ընտրություններից։ Ընդհանրապես Հայաստան, կոնկրետ մենք Հայաստանի մասին ենք խոսում, կանայք ավելի կրթված, զանգված են, որոնք կրթություն են ստանում, որոնք ինքնուրույն մտածողություն ունեն, որը շատ հետաքրքիր եւ կարեւոր ֆենոմեն է։ Ստեփան ջան, իրանք ունեն պրակտիկ մտածողություն, քանի որ իրենց փաստացի բեռը հիմնական բեռը ընտանիքի իրենց ուսերին է։ Տղամարդիկ կարող են ինչ-ինչ պատճառներով գործից զրկվեն, կինը դրա հաճույքը չունի։ Կինը ինքը իր հոգսերը ամեն դեպքում անում է, ու իրանք ունեն ավելի պրակտիկ խնդիրներ լուծելու։ Ինչ վերաբերում է կրթությանը, այո, կրթության ոլորտում կանանց թիվը շատանում է, բայց դա ունի բավական պարզ ռացիոնալ բացատրություն, կրթված գիտելիքների գործը շատ քիչ է, տղամարդու նկատմամբ կան հատկապես Գյումրիում, որը որ շատ ավելի մենք ասցինք, որ ավանդական ընտանեկան դերակատարումների տեսակետից, այսինքն տղամարդը 18 տարեկան դառնալուց հետ ինքը արդեն հասկանում է, որ շատ շուտով պետք է ստանձնի փող բերողի դերը։ 5 անգամ կմտածի, արդյոք ինքը պետք է գնա սովորի, թե չէ, այսինքն ինչքան գնում է, ել ավելի խորանում է այդ տարբերությունը հարուստների ու աղքատների մեջ։ Հիմա ուզում են բացարձակ տգետ որոշում ուզում են տեղի բարձրագույն կրթական օջախները փակել, որը որ ել ավելի կխորացնի այդ տարբերությունը ու կրթությունը դառնում է հարուստների հաճույք։ Եվ մյուս կողմից կա վատ օրինակ, իրենք տեսնում են Հայաստանի վարչապետը թերի կրթություն ունեցող անձնավորություն է։ Իրենք տեսնում են, որ իրենց մարզերի շատ ղեկավարներ եւ նաեւ պետական ծառայողները դրանք կամ կրթություն չունեն, դա ընդհանրապես Հայաստանին է բնորոշ, կամ շատ թերի կրթություն ունեն եւ այդ ժամանակ առաջանում է բան, եթե կրթությունով է որոշվում լավ ապրելա, որոշակի դիրք զբաղացնելա, բայց մենք տեսնում ենք, որ այդպես չի, այսինքն հակառակ պատկեր, այսինքն դու պետք է ոչ թե կրթություն ունենաս, այլ ունենաս այլ ունակություններ, եւ դա շատ վատ օրինակ է։ Ու որը որ բերում է նրան, որ մարդը, որը որ ոչ շատ ապահով ընտանիքից է, ինքը իհարկե դժվար թե փորձի գնալ ստանալ բարձրագույն կրթություն, 18 տարեկանը լրանալուն պես ինքը պետք է մտածի Ռուսաստան գնալու մասին, իսկ եթե փորձի ընդունվել բարձրագույն կրթության ստանալու համար, ապա միայն բանակից խուսափելու պատճառով։ Այսինքն բանակը միակ բանն է, որը որ տղաներին պահում է բարձրանում, միակը չէ իհարկե, այդ անապահով հատվածի
տղաներին տանում է դեպի բուհ։ Հակառակ դեպքում իրանք որևէ ցանկություն չունեն սովորելու ու ապագան, երբ որ իրանք ընդունվում են, չեն կապում են գիտելիքների հետ, որոնք իրենց պետք են։ Այդտեղ ստացվում է շատ փակ շրջանակ է ստացվում, այսինքն ուսանողը գնում է ոչ թե սովորի տղան, հա, այլ բանակից խուսափի լավագույն դեպքում շատ անգամ։ Բայց սովորելը բանակից խուսափելու հնարավորություն տալիս է։ Հա, ինչքան գիտեմ հիմա տալիս է ու ասենք այնտեղ իրանք տարեկետում են ստանում։ Կամ մենք տեսնում ենք մարդիկ, որոնք որ գնում են Ռուսաստան ուղղակի։ Գյումրիում դա շատ տարածված է, ասենք կան բներ, զարմանալիորեն ամենամեծ բներից մեկը Յակուտիան է Ռուսաստանում, ռեսպուբլիկա սա, ու ասենք հույս չունենալով, որ իրանք կարող են ապագա ստեղծել Գյումրիում, գնում են Ռուսաստան, Գյումրին դառնում է իրանց համար ամառանոց, ամառները գան, մնան, կամ ինչ-որ մարդկանց համար դա ասենք ընտանիքը մնալու տեղն է, որ երեխաները մեծանան Գյումրիում, այլ ոչ թե ասենք ինչ-որ ավելի վատ տեղում իրենց տեսակետից։ Արտուր, երևի մեկ էլ վերջում շատ կարճ, շատ համառոտ խոսենք քաղաքական հայացքների մասին։ Աշխարհաքաղաքական հայացքները, այ Գյումրի ընտրություններով ինչ-որ բան փոխել կարելի է թե չէ, այլ իսկական ընտրությունները համապետական ընտրություններ են, որ քաղաքական ուժի նկատմամբ ինչ վերաբերմունք կա, սրա մասին շատ համառոտ խոսենք։ Շատ համառոտ, եթե ասենք, նախ սկսենք աշխարհաքաղաքականից, աշխարհաքաղաքական տեսակետից Գյումրիի բնակչության մեծամասնությունը, որում զգալի մեծամասնությունը Հայաստանից ավելի բարձր տոկոս է սա, ինքը փաստացի ռուսամետ է։ Ես ասեմ փաստացի ռուսամետ, որ ինձ ինչ որ մարդիկ չխոսեն նրա մասին, որ այ ստեղ այն մարդու մոտ գնալը Ռուսաստանից դժգոհ են կամ ինչ-որ բան։ Այդ 20-30% բնակչության խոպանի հաշվին է ապրում, ռուսական 102-րդ բազան իրանց տալիս է ապահովության զգացում, ու ինչքան էլ որ գյումրեցի, կոնկրետ գյումրեցին չբողոքի Ռուսաստանից, ինքը իհարկե մնում է ռուսամետ։ Կոնկրետ հողի վրա ինքը հասկանում է, որ դա շատ կարևոր է իր համար։ Ռուսամետությունը հետևապես բավական բարձր է այնտեղ, ավելի բարձր է, քան միջին Հայաստանում։ Երկրորդը ինչ վերաբերում է քաղաքական ուժ, չէ, ինչ տիպի քաղաքական ուժեր, սենց ասեմ, կան բոլոր, ես ավելի լավ է նշեմ սենց Գյումրին դա քաղաք է, որտեղ կան բավական կիրթ հատված ու դա ես կարծում եմ կազմում է մոտ 12-15%, որը որ առաջի հերթին կնայի քաղաքական, այսինքն համապետական խոսույթին։ Այն կարծրատիպը, որ Գյումրին ուղղակի ասենք վերջացած աղետի գոտի է ու իրանք իրենց նպաստից բացի ուրիշ բանի մասին չեն մտածում, դա սխալ կարծրատիպ է։ Կարամ վստահ ասեմ, որ 12%-ից բարձր մինչև 15% կա հատված, որը որ ընտրող, որը որ առաջի հերթին կնայի համապետական ծրագրին։ Գյումրին ունի տոտալ անվստահություն, Գյումրին ունի այսինքն տոտալ անվստահություն բոլորի նկատմամբ, դժվար ընտրություն կատարող, բայց միևնույն ժամանակ գյումրեցու համար ընտրությունների մասնակցելը դա սոցիալ-մշակութային երևույթ է։ Այսինքն եթե դու գնում ես գյումրեցուն հարցնում ես, դու մասնակցելու ես ընտրություններին թե ոչ, 10-ից 8-ը կասի այո։ Բացի 18-ից 25 տարեկան տղաներին, մնացած բոլորը կասեն այո։ Մենք գիտենք, որ իրանցից շատերը չեն մասնակցելու, բայց ոչ ասելը ամոթ է։ Գյումրին այդ իր ռեգիոնալ հայրենասիրությունից բխելով, իրենք համարում են, որ դա իրենց քաղաքն է, ու իրենք պարտավոր են գնան ընտրությունների ու ինչ որ ձևով արտահայտեն իրենց կարծիքը։ Կարծիք ձևավորելը մենք գիտենք, որ դա մի այլ պրոբլեմա, դա դժվար է լինելու այդ մթնոլորտում, բայց այդ հատկությունը օրինակ Երևանում չկա։ Երևանում քեզ պարզ կասեն այո, ոչ, դեռ չեն որոշել։ Գյումրիում չկա մարդ, որը որ չի որոշել։ Գյումրիում բոլորը դե բա ոնց մենք կարող ենք չմասնակցել։ Սա կարևոր է, այնտեղ կա
այդ մշակույթը, սոցիալական մշակույթը, որ քաղաքը իրենցն է, իրենց է պատկանում ու իրենք պարտավոր են մասնակցել։ Բայց դա չի նշանակում, որ մասնակցել են։ Իհարկե չեն մասնակցելու, կամ կարծիք չեն կարողանալու ձևավորել, բայց միևնույն ժամանակ այդ մշակույթը ես չեմ կարող ասեմ, օրինակ Վանաձորում կա թե չէ։ Երևանում հաստատ չկա։ Երևանում կա պարզ արտահայտված ինչ-որ դիրքորոշումներ։ Ես մասնակցել եմ, ես չգիտեմ։ Կուզեմ կմասնակցեմ, կուզեմ չմասնակցեմ։ Ոնց կլինի, հա, ասենք տեխնացուներին նայեմ եւ այլն, որը շատ ռացիոնալ ու հասկանալի բան է, բայց գյումրեցիների, ասենք, սպეციფიკայից մեկը նա է, որ գրեթե բոլորը տոտալ, իհարկե այնտեղ կան մարդիկ, որոնք որ ասենք նոր են դառնում գյումրեցի, ի տարբերություն Երևանի, իրենք շատ ավելի քիչ են, բայց այդ քաղաքը ինքը ունի այդ դոմինանտ պատկերացումը, հասարակությունը ինքը իր մասին մտածում է, որ այդ քաղաքը իրանցն է, ու իրանք պարտավոր են sense տենց մասնակցեն այդ ընտրություններին։ Սա շատ մեծ անակնկալ էր իմ համար։ Հույս ունենանք, որ գյումրեցիները մեծ մասը կմասնակցի ընտրություններին եւ դրան կնպաստի նաեւ այն կարեւորությունը, որ ունես ընտրությունները եւ նաեւ որ Գյումրի ընտրությունների մասին գնալով ավելի շատ են խոսում եւ դա իրենց այդ կարևորությունը կհասկանան այս ընտրություններին մասնակցելու։ Ես կարող եմ ասել, որ գյումրեցիներին դա հաստատ դուր է գալիս, իրենք հասկանում են իրենց կարևորությունը, հատկապես հաշվի առնելով, որ իրենց համար Գյումրին շատ ավելի կարևոր քաղաք է համապետական, ուրեմն տեսանկյունից, ասպեկտից, քան թե ասենք ցանկացած այլ Հայաստանի բնակչի, իրենք շատ հպարտանում են իրենց անցյալով, իրենց մարդկանցով ու երբ որ գտնվում են ամբողջ Հայաստանի ուրեմն ուշադրության կենտրոնում, ես կարծում եմ, որ դա իրենց հպարտությանը շահում է։ Եվ իրենց հնարավորություն կտա իրոք հայրաքաղաք դառնալու եւ որոշելու Հայաստանի ճակատագիրը։ Ես կարծում եմ, որ իրանք կփորձեն դա անեն։ Շնորհակալություն։ Ես եմ շատ շնորհակալ։